Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայնընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Արև ձեզ հարգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պահին զրուցելու եմ վերլուծաբան քաղաքագետ Հայկ Նահապետյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Նահապետյան մեր հավերն ընդունելու համար։ Բավական այսպես երկար ժամանակ երբ թե չխոսեցինք, այդ ընթացքում բաներ տեղի ունեցան, որոնց վերաբերյալ ձեր վերլուծությունները չունենք, ես մեծ հաճույքով կուզեի դրանց վերաբերյալ ձեր գնահատականները վերլուծություններ լսել։ Հայաստանում տեղի ունեցան նախ սպանություններ, որքան էլ իշխանությունը փորձում է համոզել, որ դրանք քաղաքական չէին, մասնավորապես Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը, այնուամենայնիվ տպավորությունը ամենևին այդպեսին չէ։ Եվ որտեղից է գալիս այդ տպավորությունը։ Առաջինը, դեռ սպանությունը չբացահայտված, իշխանությունը հայտարարում է քարոզչական դաշտում, որ սա վենդետա է։ Եվ հետո, երբ որ բերում են այդ անձին, որի վրա պիտի կարվեր վենդետայի գործը, իշխանական քարոզչամիջոցը սկսում է հերոսացնել նրան, որ տեսեք, հələ աչքերը ինչ թախծոտ է, հələ թրաշ է, հələ մազերը չի կտրել, նա քուն ու դաթար եղբոր վրեժն է լուծել։ Հիմա իմ մոտ, եթե անգամ ծանոթ չլինեմ Հայաստանի քաղաքական իրավիճակին, պիտի իմ մոտ հարց առաջանա, ասեմ լավ, իշխանության ինչին է պետք վենդետան այսպես քարոզել, հերոսացնել, որովհետև եթե անգամ վենդետա է, դա ձեր տապալումն է, ձեր իրավապահ համակարգի տապալումն է, եթե դուք չեք կարողացել իրական հանցագործներին իբրև թե ներողություն եմ խնդրում Վոլոդիա Գրիգորյանի հարազատներին, ես այդ կարծիքը չունեմ, բայց իրենց քարոզչությամբ այդպես ասած։ Իրական հանցագործներին դուք չեք կարողացել պատժել, պատժելը ինչ որ տղայի սպանված եղբայրը։ Հիմա ձեր տեսանկյունից եթե նայում ենք, ինչ էր տեղի ունեցածը, որովհետև այնուամենայնիվ Վոլոդիա Գրիգորյանը մարտին գրեթե 60%-ով հաղթել էր քաղաքացիական պայմանագրին փառաքար խոշորացված համայնքում, խնդրեմ։ Դա ցանկացած հանցագործություն բացատրելուց առաջ իրավապահ համակարգի պատասխանատու անձը կամ կառույցը փորձում է պատասխանել ամենակարևոր հարցին՝ ումն է ձեռնտու։ Հիմա անդիմությանը ձեռնտու է այս անձը ոչ։ Ուրեմն այստեղ մնում է երկու տարբերակ, կամ իշխանությունը քաղաքական պրիզմայով ենք նայում, կամ մի խումբ մարդկանց, որոնք որ վենդետա են իրականացրել։ Հիմա ինչ չկարծում, աֆեկտը 7 ամիս ցկվում է։ Փետրվարի հայտնի դեպքերից հետո։ Գիտությունը այլ բան է ասում։ Լրիվ այլ բան է։ Ուրեմն այդ աֆեկտը դնում ենք այնքով։ Երկրորդ, սովորաբար վաղուջան թիկնախմբման չի եկել, այսինքն այդ անձին սպանելը կամ կրակոցներ արձակելը, որը խնդիր չկար։ Այդ 7 ամիս ինչ է նախապատրաստվում, չէ՞։ Դրան բանական հարց։ Ոչ մի բան չի նախապատրաստվում։ Իսկ եթե սպանող էր վրեժխնդրություն, վենդետա եւ այլն, դա շատ ավելի վաղուց պետք է արվեր։ Շատ նուրբ բան նկատեցիք, պարոն Նահապետյան։ Մյուս կողմից, եթե Վոլոդիա Գրիգորյանը թիկնազորով ման չէր գալի, դա ցույց է տալիս, որ ինքը հոգեբանորեն իրեն այդ սպանությանը չէր կապել։ Մարդը մեղավոր Ակարակ բարագայում ինքը միանշանակ թիկնազորով քշել։ Շատ ճիշտ է։ Այսինքն այդ մարդը որից է ձևով իր մտքով չի անցել, որ ինքը կարող է վենդետայի զոհ լինի, որտեղ ինքը դրա մեջ չկա։ Եթե անգամ խոսակցությունների մակարդակով լիներ, ոչ թե փաստարկված, թիկնազոր կա այդտեղ։ Վստահաբար, ասենք մասնավոր ընկերություններ կան, որոնք կարող են այդ ծառայությունը մատուցել, բայց նման բան չի եղել, չէ՞։ Այսինքն 7-8 ամիս ցկում ես որ ինչ։ Երբ որ երկաթը տակ-տակին ծեծում։ Ուրեմն այստեղից գալիս է ամենայն հավանականությամբ, իդեպ ում վրա որ փորձում էին Վոլոդիայի սպանությունը կարել, պարզեց, որ նա ունի ալի, սկզբում իր վրա է, չէ՞ գնում։ Այդ քարոզությունը իր վրա է կարող։ Եվ հետո այդ իրեղեն, այսպես կոչված իրեղեն ապացույցները այդ անձի հետ կապված ինչ որ բնակատեղից են հայտնաբերել։ Մարդը նման բան անում է, տանում է իր մոտ ինչ որ
շենք շինությունների մոտ է պահում կտորները, լուրջ ենք ասում։ 7 ամիս մարդը նախապատրաստում է սպանություն տեսականորեն, հետքեր ընդհանրապես տիկորի, ոչ զենքը, ոչ ասենք այդ շորը, ոչ տեսագրություն, ոչ ոք պիտի չլինի, որ ապացուցողական բազան ճիշտ է, կարող ես ենթադրել, որ ինքն է, բայց եթե ապացուցողական բազա չկա, ուրեմն ինքը չի։ Ասենք իսկ այդ զենքը շորերը, ինչպես ասում են, հետքերը կորցնել, կարծում եմ 7 ամսվա մեջ մարդը կմտածի, թե ոնց կորցնել, դա խնդիր չի։ Այստեղ մի խնդիր կա, որ ես սկզբունքորեն չեմ բացառում, ուղղորդում կա։ Վեդոմի մեր եթերում մենք դրա մասին խոսել ենք, բայց ես սպասում եմ ձեզ այդ հարցազրույցին, որ մանրամասն մենք դա բացատրենք, հա։ Երբ որ դու գիտես հարց ձևակերպեմ, որ դուք ավելի մանրամասն բացատրեք, որ երկու անձանց միջև կարող է լինել հավանական ինչ-որ հակասություններ, դու կողմերից մեկին այսպես սրսկում ես թույնով քարոզչական ու բերում ես նրան, որ այդ մարդուն կարող է թվալ, որ ինքը որոշել է, որ այդ մարդուն պիտի սպանի։ Հա, այդ ուղղորդում է կոչվում, հասունացնում են ինչպես ասում, հա։ Բայց ես եկեք մյուս պրիզմայով նայեմ։ Եկեք էշմիածնում ու վաղաշաբաթի ընտրությունների նախաշեմն է։ Ես կարծում եմ, որ այդ ընտրությունները քաղաքապետ ավականի շատ կարևոր է օրվա իշխանությունների համար։ Երկու հանգամանքով, որտեվ դա որպես այսպես վերջին քննությունն է համապետական կամ արտահերթ կամ հերթական ընտրությունների։ Եվ հաշվի առնենք, որ մայրաթորը գտնվում է Էշմիածնում եւ այդ անձի, ինչպես ասում են, կեցվածքը խոսքս Փաշինյանի մասն է եկեղեցու հետ կապված, դա եւս այս կամ այն ձևով Էշմիածնի հետ է կապվում, չէ՞, մայրաթորի հետ է կապվում։ Այսինքն ընտրությունները շատ կարևոր են եւ այդտեղ հաղթանակ տանելու հավանականությունը որքան է, ես կարծում եմ բավականին ցածր է, բայց նաեւ ընդունեք, որ սպանվել է մի համայնքապետ, որի բնակիչները եւ միգուցե ինքը անձամբ շատ մտերմիկ հարաբերություններ կարող են ունենալ եւ ունեն հարևան գյուղերի կամ շրջանի հետ։ Այսինքն իրենց ազդեցությունը անդիմադիր, հա, եւ նաեւ կապերով, անձնականով եւ այլն Էշմիածնի համայնքի վրա է աշխատելու։ Իհարկե աշխատելու է։ Հիմա այսինքն մի կողմից սա է չզուգացում, մյուս կողմից վախի որոշակի մթնոլորտ է սերմանվում, որ տեսեք օրինակ Խոյի համայնքը վերջին պահին որոշեցին, որ պիտի մասնակցի Խոյի միացնեն վաղաշաբաթ։ Ահա, հիմա այնտեղ հիմնականում անդիմադիր դաշտ է, թեև իրենք հաշվել են, որ Արգիշտի Մեխակյանի Խոյում համայնքապետ ա եղել, ունի հեղինակություն, բայց Վարունգի հայտնի պատմություն եղավ եւ հիմա այդ գյուղապետերի վրա, որոշների վրա որոշակի հետապնդումներ են, չէ՞ սկսում։ Այսինքն ակնհայտ է իշխանության խոճապային վիճակը եւ ֆորս մաժորով կոնկրետ քայլեր անել, որը իրավիճակը փոխի։ Ես կարծում եմ, որ Վալուձայի մահը այդ ֆորս մաժորներից մեկն է։ Հիմա ինչու են իրենք փորձում արդարացնել վրիժառություն։ Իրենք փորձում են հերոսացնել։ Նախ այդ մարդկանց ներկայացնել որպես վրիժառու մեկ եւ երկրորդը հերոսացնել։ Որովհետեւ եթե անգամ վրիժառություն է, ես խոր չեմ տալ այդ ճանապարհով գնալ, բայց այսօր ամենամեծ վրիժառության թիրախը Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ։ Եթե իրենք դա են քարոզում, որովհետեւ այն ինչ որ եթե փետրվարին մի տղա է սպանվել, 2020-ին հազարավորներն են սպանվել։ Իրենց ձեռնտու չպետք է լիներ այս քարոզը, ինչու են անում։ Իրենք այլ ընտրանք չունեն։ Եթե պատկերացեք, եթե այդ վրիժառության, ասենք մոտիվացիան չի, տեսականորեն նայենք, դա չի, դեպքում հարց առաջանում։ Ով է սպանել, ինչու է սպանել։ Սպանողը շրջական համայնքապետ Ախտոյանի մտերիմ ընկեր։ Հա, ինչու բա հարց առաջանում, ինչու։ Տեսականորեն վրիժառությունը հանում ենք։ Չկա այդպիսի բան։ Բա հարց առաջանում ինչու սպանել։ Դի մոտիվացիան է, վերջին հաշվով սպանությունը սովորական հանցանք չի, չէ։ Կարող է մարդ ցմահով նստի։ Եվ էլ հարց է, բանտից դուրս կգա, թե չէ։ Ողջ։ Ուրեմն եթե վրիժառությունը չի, ապա ոնց վերլուծում ես, տակը քաղաքական մոտիվացիա է դնում։ Դրա համար այդ քաղաքականը, որպեսզի տակից որոշակի առումով հեռացնեն, մտցնում են վրիժառություն վենդետան, որը եւս աբսուրդ է։ Ես նորից եմ կրկնում, Վալուձյան թիկնապահներով ման չի եկել, մարդ շատ հանգիստ է եղել, շատ վստահ է եղել։ Ներսը վախեր չի ունեցել, անգամ խոսակցությունների մակարդակով իր ականջին շշուկներ եթե հասնել, նույնիսկ եթե ինքը չկար այդ փետրվարյան հայտնի դեպքերի, հա, եւ այդ մահվան հետ կապված, բայց խոսակցությունների մակարդակով դա իր համար որոշակի զգուշավորության ֆոն պիտի ստեղծեր եւ ինքը այդպես որոշակի առումով պաշտպանված լիներ։
Հայտնվեցին նաև տեղեկություններ, որ այդ քպական համայնքապետը նախկին Ախտոյանը եւ Մարդասպանը ինչ որ ժամանակահատված քրակային պատրաստություն են անցել միասին։ Մարդասպան ներկայացվող անձը 20-ամյա է։ Զինվորական ծառայություններ ոնց որ չի անցել։ Կադրեր երբ որ նայում ենք, բավական վարժ գործողություններ անում Մարդասպանը, հա։ Ովքեր են այդ Մարդասպան, ովքեր կարող են լինել Մարդասպան պատրաստողներ Հայաստանում, որովհետև դա այն բանը քննչական կոմիտեի ղեկավարը ասում է դաշտամիջում գնացել, դաշտամիջում կրակելով այսպեսի սպանություն չեն անում մարդիկ։ Նախ դաշտամիջում չեն կրակում, դա արգելված է, այդ կրակոցների ձայնը շատ արագ իրապահ համակարգի մանում է եւ համապատասխան միջոցներ է ձեռք առնում, հա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան մասնավոր տնտեսվարող սուբյեկտներ, որոնք իրականացնում են մեր բնակչության որոշակի առումով զենքի տիրապետել կրակային պատասխան շատ գովելի է, շատ նորմալ եմ ես նայում, էլի։ Օրինակ կարելի է նաև այդ օղակների մոտ նայել, այնտեղ գնացել են, չեն գնացել, դաշտամիջում պատրաստությունով չի։ Եվ հետո երկրորդ հանգամանքը կա, էլի, գիտեք ոնց, այդ կրակոցից հետո ամեն ինչ արվում էր, որ ցույց տրվի, որ կրակողը ատելության ֆոն ունի։ Այսինքն հենց կրակելուց էր սկսում, որ վենդետա, վրեժխնդրություն, որտեվ նորից եմ ասում, պրոֆեսիոնալ Մարդասպանը, որ կրակում է, չի գնում հետ կրակոցից հետո մտածում, կարող է հսկողական կրակոցներ պետք է անել, չէ, որտեվ հետա գալիս մի հատ էլ, հա, եւ այլն գործողություն անում։ Այսինքն ամեն ինչ ի սկզբանե այդ կրակողը, որը չգիտենք ով է, իսկ եթե պարզ որ այդ 20-ամյա երիտասարդը, ասենք պատկերացեք 6 ամիս մի տարի քննություն ա գնում, նախաքննություն, հետո քննիչներ, հետո դատաքննություն։ Մեկը պարզի որ այդ անձը այդ օրը այդ ժամին եղել է այլ վայրում եւ 10 վկա կա։ Էլ չեմ ասում տեսա կամ ձայնագրող սարքերը ֆիքսել են։ Պլյուսվում է։ Հա ձերք հետ մի քանի քննիչ նկատողություն, մի քանի քննիչ ծառայությունից հեռացում, կոչումի, պաշտոնի իջեցում եւ այլն։ Ջրվելու է, չէ։ Իդեպ այնպես ինչպես կոնկրետ ում վրա առաջին մեղադրանքը բարդվում էր, այդ մարդը սկզբից իրանն էր, չէ, տրվում, որ եղբոր վրեժն է։ Հետո բարձր օրենք չի, որտեղ ինքը այդ ժամին այդ օրը լրիվ այդտեղ է եղել եւ ապացուցված է, հետո նոր այդ 20 տարեկան։ Այսինքն սենց ասեմ, հա, փնթի գործ արված, սովորաբար, ասենք լուրջ այդ կարգի քաղաքական սպանությունների ենթատեքստում միշտ պետության համապատասխան կառույցները միշտ գործում են, այդպես է։ Օրինակ ասենք ժամանակին, երբ Քենեդուն սպանեցին, հետո այդ կրակողը Լի Օսվալդը, որ իբր ինքն էր, հետո իրեն շատ արագ սպանում են հրապարակավ տեսախցիկների առաջ, հետո այդ սպանողը բանտում է մահանում եւ կապը կտրվում, ասենք Այս վերջերս է, այսպես ասենք, բացահայտվել է, ընդ որում Քենեդու զարմիկներից մեկը, որը հանրապետական կուսակցություն չէր դեմոկրատներից, բայց անցավ հանրապետականներ, ինքը այդ սպանության իրական պատվիրատուների բացահայտման գործընթաց էր սկսում։ Օրինակ հիմա բավական լուրջ աղբյուրներ ասում են, որ պատվերը կենտրոնական հետախուզական վարչությունն է տվել կոնկրետ իտալական Կոզա Նոստրային։ Նրանք են իրականացրել, բայց ԿՀՎ-ի հսկողության օպերացիայի պլանավորում, մշակում, հա, տեղում կրակոցներ նրանք են, որոնք մի քանի տեղից են կրակել, այսպես ասենք, հա։ Ես ինչի համար եմ ասում, եթե այդ մակարդակի սպանությունն է, պատկերացրեք ինչ օղակներ են, հա, եւ որոշակի առումով չբացահայտվելու հավանականություն պետք է լինի, բայց այդտեղ փնթիություն կա, դասական փնթիություն։ Դու ոնց կարող ես քննչական կոմիտեն ասի առաջին օրը, երկրորդ օրը նախաքննությունով բացահայտված է, մեկը պարզվում որ այդ անձը չի, ուրիշ անձ է։ Այդ ոնց է։ Այսինքն եթե ասում են բացահայտված, այդ բոլոր մասնակիցները, կազմակերպիչները, զենք բերողները եւ այլ այս բոլորը պետք է իրական ապացույցներ, սաղ պետք է համալիր կերպով նախաքննություն ասի, որից հետո ասի, այ ես ընդ որում բացահայտումն էլ ինքը չի ասելու, բացահայտումը մեծ հաշվով դատական process-ի ժամանակահատվածություն, հա։ Դու նախնական, բայց նախնական մի 2-3 օր անցել է արդեն հայտարարությունով, ինչու։ Հա, քպական համայնքապետ Ախտոյանը այստեղ չի, դուք իրան չեք հարցաքննել, չգիտեք ինչու է ինքը գնացել, իր մտերիմը ինչու է սպանել, այդ ինչ կրակային այդ ուր ինչի դեմ էին պատերազմին պատրաստվում, բայց այստեղ ինձ համար ուրիշ մտահոգություն կա, պարոն Նահապետյան, դուք ձեր փորձառությունը պիտի հուշի, մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, թե ոչ։ Սա կարող է առաջացնել մտահոգություն, որ Հայաստանում միայն այդ տղան կամ ենթադրաբար այդ մարդասպանը չի, որ պատրաստվել են ինչ-որ սպանությունների, որովհետև եթե վաղարշաբաթի ընտրություններն են այս մարդկանց
այսքան անհանգստացրել։ Եվ առերևույթ իրենք կարող են այդ սպանության հետ կապ ունենալ քաղաքական այս գործընթացները, առաջիկայում քաղաքական ավելի մեծ գործընթացներ են սպասվում։ Ես չեմ բացառում եւ համակարծիք եմ։ Եվ այստեղ է որ շատ ավելի կարևոր է հասկանալ ովքեր են սպանողները, որովհետեւ եթե այս տղան չի, որին վրիժառություն են վերագրում, այդ դեպքում կարող ուրիշ մարդասպաններ էլ կան, որոնք ուրիշ մարդկանց համար են նախատեսված։ Ասեմ ասպես էլի, սովորաբար ես միշտ ասում եմ, ինչու ընդդիմությունը չի հաղթում, որովհետև ընդդիմության տարբեր ճյուղեր, տարբեր խմբավորումներ, տարբեր կուսակցություններ իրավիճակի նույնական գնահատական չկա, համարժեք նույն գնահատական, հա, իսկ ես օրինակ գնահատում եմ այսպես, որ Փաշինյանին բերեցին որպես ավտորիտար ռեժիմի ղեկավար, հիշում եք այն սկզբի օրերին, երբ ասում էր, կա որից դատավոր, որ իմ ասածը չանի։ Դա ակնհայտ է, չէ՞ որ ավտորիտարիզմ է։ Հիմա այդ ավտորիտարիզմը ինքը վերածվել է տոտալիտարիզմի։ Եվ կարող է, եթե համեմատենք Չիլիում, երբ Պինոչետին կենտրոնական հետախուզական վարչությունը բերեց իշխանության Ալենդի սպանությունից հետո, ակնհայտ է, չէ՞, խունտան, զինվորականներ, համազգեստներ, համակենտրոնացման ճամբար, ուրեմն մարզադաշտերում տասնյակ հազարավոր ձերբակալվածներ, հետո եթե դա էլ չօգնեց փաստորեն, մարդիկ ընդվզում էին, որտեղ ընտրված նախագահի թափված արյուն կար, եւ որը ցերեկով սկսում են կրակել ուղղակի։ Հենց այդպես։ Ես ասում եմ Հայաստանում իրականում հաստատվել է խունտա, թավշյա խունտա է, դա լավ չի երևում, հա, բայց երբ գործողություններով եւ տրամաբանությամբ փորձում ես եւ իր գործիքակազմի մեթոդաբանությամբ, դա խունտա է։ Այսինքն այդ խունտան երբևիցե չի սեթևեթի իր ընդդիմադիրներին, որոնք կարող են վտանգել օրվա իշխանությունից հեռացնելու, չի սեթևեթի բոլոր միջոցները օգտագործել, բոլոր միջոցները ընդունված եւ չընդունված, որ իշխանությունը չհանձնվի։ Կարող է դա մեզ համար մի քիչ այսպես հեքիաթային ինչ-որ բան թվա, հա, բայց ես ասում եմ, որ դա ամենայն հավանականությամբ այսպես։ Հիմա իրենք նաեւ որոշակի վախի մթնոլորտ ամուսում։ Դա իսկապես, եթե մի քիչ լուրջ սթափ նայում ես, ցանկացած անձ լինի գյուղապետ կամ ապագա համայնքապետ կամ ընդդիմադիր դաշտ մտածում է։ Նայելով Վոլոդիա Գրիգորյան սպանությունը։ Վստահաբար հա, եւ ընդ որում քանի որ սա իրապես չի բացահայտվելու, բա ինչ երաշխիք, որ ասենք որից մեկը մտածի իմ հանդեպ եթե նման արարքան են, ասենք դա բացահայտվի։ Իսկապես եթե լուրջ ենք նայում, ճիշտ է, այն մարդիկ ովքեր որ այս կամ այն ձևով ընդդիմադիր դաշտում են, իրենք չեն արտահայտվում, բայց այս սպանությունը որոշակի իրենք իրենց մեջ մտածում են։ Վստահաբար մտածում են, այո։ Եվ այս սպանության նաև որպես հետևանք, ամենակարևոր հետևանքը այդ վախի մթնոլորտն է։ Իշխանությունները հաճախ քարոզում էին, այսպես թեզ էին առաջում, որ վագներականներ են եկել Հայաստան, վագներականներ չեն եկել, բայց վստահաբար իշխանության համար մարդասպաններ կան։ Արդեն այս մի փաստ, մի ապացույց։ Դե գիտեք, վարձու մարդասպաններ բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում կան։ Խնդիր չի վարձու մարդասպանը բերել, ինչ որ գործողություն անի եւ ասենք մի ժամ հետո այդ մարդ Հայաստանի Հանրապետության տարածքը լքի ու չկա, ինչպես ասում են, եւ ասենք բարձի որ դա տակ թեժ կետերից մեկում ծառայող է, վարսկան այնտեղ ուղղակի ձեռք հետ մի երկու կոպեկ ավել աշխատել է այս բանությամբ, հետքներ չես գտնի ու թեման փակվում է։ Մի բան էի ուզում ասել եւ հետո կարևոր դրվագի մասին խոսել, այդ անձը 20-ամյա տղան փաստորեն իմացել է, թե ինչ տեղաշարժ ունի Վոլոդիա Գրիգորյանը, ում հետ է գտնվում այդ պահին, որտեղ քննչականի ղեկավարից հասկացանք, որ բավական երկար ժամանակ հետևել է, հասկացել է, ով է, այս մի հոգու գործ չի, գոնե, եթե իհարկե ինքը սուպերմենը չի, այստեղից թռնի այնտեղ հայտնվի, հա, եւ հետաքրքիր զուգադիպություն կա, որ նաեւ այդ ոստիկանն է, քրեական ոստիկանն է եղել Վոլոդիա Գրիգորյանը, այսինքն, որը ըստ էության եւս կարող էր թիրախ լինել, ինչու, որովհետեւ նա եղել է այդ ԿՊԱ-ական համայնքապետին բերման ենթարկող ոստիկանը։ Մհեր Ախտոյանի մասն է խոսքը։ Այդ ոնց կարողացավ մի հոգին այնպես դասավորել իրերի դրությունը 7 ամիս սպասում է, որ հանկարծ հենց իրար հետ հայտնվեն, ընդ որում սրանք ասում են սիմվոլիզմներին պետք չի հավատալ, բայց սիմվոլները կարևոր են։ Վոլոդիա Գրիգորյանը սպանվեց իր եղբոր ծննդյան օրվանից 3 րոպե առաջ։ Հետո ուրիշ սիմվոլի եմ ուզում ուշադրություն դարձնել, գուցե հեռուստատողները, գիտեք, հաճախ սիմվոլները շատ դժվար իրադրություն են ստեղծում, մարդիկ կարող են մտածել դե ինչ-որ խելագարություն է այդտեղ։ Բայց ես ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը տեղի ունեցավ այն բանից հետո,
երբ Նիկոլ Փաշինյանը հանեց բռնության գործիք մուրճը կրկին ասպարեզ։ Այդ մուրճի ասպարեզ դուրս գալուց հետո տեղի ունեցավ այդ սպանությունը։ Մուրճը եւս բռնության Չէ, Փաշինյանը ասում է, որ մուրճը ստեղծելու, կառուցելու գործիք է։ Մուրճով ենթադրենք շինարարական։ Ալենի, եթե լսենք մուրճը ընդհանրապես ուրիշ նպատակ ունի եւ պոչը կարելի է օգտագործել, բայց մենք դրան չենք հավատում։ Մուրճը բռնության գործիք է։ Գիտեք, այս գործի բացահայտումը, երբ որ ես լսում էի, այդ հաշված օրի ընթացքում որ բացահայտվել է, ինձ հիշեցրեց, երբ մեր բանակի 16 զինծառայող վայրվեցին մի տնակում, որի անունը Զորամաս էր, Էլի Նիկոլ Փաշինյանը բացահայտեց կառավարության մի քանի ժամ հետո կառավարության նիստում ասեց ոնց է եղել։ Բայց գիտեք, խնդիրը նա էր, որ այդ տնակում, երբ որ ընդ որում միջև հիմա այդ գործը գնում է, դատական գործ, մահացածների ծնողները, հարազատները ընդվզում են, որտեվ այդ տան մեջ կրակը ցատկոտել է։ Ասենք, եթե հրդեհից, նախ հրդեհից այդպես վարքյանական չի մոխրանում շատ բաներ, էլի։ Հա, բայց ինքը երբ որ հրապարակավ կարծիք ասում, ոնց որ ինքը տեղ էր այդ դեպքի ժամանակ, Փաշյանը, ինքը նախաքննության վրա ռեալ ազդում է, չէ։ Իր խոսքը ազդում է, որտեվ չկա դատավոր, այսինքն իրավապահ համակարգը, որը որ օրենսդիրից գործադիրից անկախ պիտի գործի, բայց Փաշինյանը ասում է իմ հսկողության տակ է, այդ ավտորիտարիզմի հա դրսևորում է, այդ նշանակում է, որ թե ինքը ինչ-որ մի բան ասում է, ուրեմն տենց էլ պիտի գնա։ Դա նույնն է, նման է մեր դպրոցական տարիներին կա, որ մաթեմի դասագրքի հետևում պատասխանները գրված էր։ Հիմա դա այն պատասխանն է, որին պիտի նայեն եւ խնդիրը լուծելուց պիտի պարտադիր այդ թիվը ստանան։ Հիմա նաև այդ կացարանի այրման հետ կապված հիշում եք քննչականը այսպեսի հաղորդագրություն տարածեց, որ բոլոր զինվորները բացի հրդեհը բանից, տարածողից, բոլոր զինվորները մահացել են քնած վիճակում եւ վարքյանական կարծիքով։ Եթե տեսանյութը հիշում եք դուք 5-րդ ալիքը հրապարակել էր, այդ տնից ուղակի ոռնոցներ էին գալիս, այսինքն մարդկային այրվող մարդու ձայներ էին գալիս, շատ դաժան եւ դա մի հոգու ձայն չէր, երկու հոգու ձայն չէր, այսինքն առնվազն մի քանիսը քնած չէին։ Եվ եթե մի քանիսը քնած չէին, ինչ պիտի մնացածը քնած լինեն։ Բայց լավ, չվերադառնանք այդ գործի։ Հիմա ուղղակի զուգահեռ եմ բերում, որ երբ որ նախաքննության վրա վարչապետի պարտականություն կատարող անձը նախորդ ինչ-որ բան ասում, դա ռեալ ճնշում է եւ ուղղորդում է նախաքննական մարմիններին, հա։ Ես չեմ բացառում, որ երբ որ ասվեց, որ մահացածի եղբայրն ավերեշ խնդրություն, որ բացահայտել են եւ որոնք բարձրաց ինքը չի։ Իսկ ինչ-որ բաներ երևի այդ մարդը երևի ինչ-որ ալիբիների համար ստեղծել։ Ինչևէ, եկեք արձանագրենք, որ սա դեպք է, որի պատճառները, բուն պատճառները, այս իշխանությունները որ չեն բացահայտվի, վստահաբար, որը ունի նպատակ նաև վախի մթնոլորտ, ունի վականին կշիռ ունեցող ընդդիմադիր դաշտի ներկայացի նկատմամբ այդպիսի հա գործ անել։ Օրինակ մի այդպիսի մի դրվագել ես հիշեցի, երկաթուղիների մեր 90-ականների թվականներին այդ կառույցի ղեկավար Ղանդիլյան ազգանով անցկա, հա, իր սպանություն եւ այլն, բայց հետո մի մարդ էլ էր եղել, անվտանգության գեներալ էր եղել։ Հիմա լա հարց է, էլի, թիրախով էր։ Հա։ Նա էր թե նա էր։ Հաճախ լինում է այդպես, որ տպավորություն են ստեղծում այս մեկին էին ուզում սպանել, բայց պատահական զոհն է եղել թիրախը։ Ես ինչի համար եմ ասում, դուք ասեք, որ այդ ոստիկանը այն ոստիկանն է, որը նման գործողություն արել, չէ, ախտորն այդ կողմից, իսկ ով ասում, որ այդ բան թիրախն է եղել։ Վոլոդյան է եղել, այլ ոչ թե ոստիկան։ Այլ ոչ թե ոստիկան։ Հիմա այդ օրը, այսինքն արդեն սեպտեմբերի 24-ին այլ դեպք տեղի ունեցավ Հայաստանի հյուպատոսարանում, ըստ պաշտոնական աղբյուրների ինքնասպանություն գործեց Բորիս Ավագյանը, Արցախի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչը, բայց ինչն է հետաքրքիր, Բորիս Ավագյանի փաստաբան ասում է, ես չեմ հավատում ինքնասպանության վարկածին։ Իր հետ զրուցած լրագրողը վերջին մեր տաղավարում նաև ասել է, որ մարդը շատ հանգիստ խոսել է, ոչ մի անհանգստություն չի տեսել խոսակցության մեջ։ Տեսագրություն կա։ Այո, տեսագրություն կա։ Չմոռանանք, որ Բորիս Ավագյանը այդ առեղծվածային դեպքից
շաբաթներ առաջ սպառնացել էր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ իր վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ էին հրապարակել, Բորիս Ավագյանը բառացիորեն ասել էր հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թող շփոթի ինձ ուրիշների հետ, ես ձեզ կպատժեմ, կան դրա հնարավորությունները ու դրանից մի քանի շաբաթ հետո այդ մարդուն ասում են ինքնասպան եղավ։ Դեսպանությունը եւ հյուպատոսությունը տվյալ երկրի տարածք է։ Այսինքն դեպքը տեղանցել Հայաստանի Հանրապետություն։ Հիմա շատ չեն էս առեղծվածային դեպքերը։ Չէ։ Շատ ավելի շատ կարող են լինել։ Ով ասում է շատ են։ Գիտեք, ասենք այդ անձը, որը դատական գործընթացի ժամանակ այլ պատրվակով դուրս է գալիս, հետո գալիս է հյուպատոսություն եւ ասում է ես հանձնվում եմ որպես քաղաքացի, ինձ բերման ենթարկեք, ինձ իրավունք տվեք պաշտպանվելու եւ այլն, չէ՞։ Ու ամենայն հավանականությամբ ինքը որոշակի երաշխիքներ չէ ստացել, որ նման արարք էր արել, չէ՞, հստակաբար։ Եվ ինքը հույսով լեց ուներ, որ իր նկատմամբ դատական process եւ ինքը չի դատապարտել, այնպես ինչպես իր վրա ինչ որ Սանենք ապրանքների ներկրման բան հետ կապված էր։ Ու մեկ է գալիս այնտեղ, որտեղ իր հույսի տեղն է, պատասխանը իր հույսի տեղն է, որտեղից ինքը պիտի տեղափոխվեր Հայաստան։ Եվ գործում է ինքնասպանություն, որտեղ է տրամաբանություն։ Չկա ընդհանրապես տրամաբանություն։ Իսկ ինչ տրամաբանություն կարող է լինել։ Եթե հավատանք փաստաբանի խոսքին, իր փաստաբանը ասում է, այդ մարդուն սպանել են, ոչ թե ինքնասպանել։ Իդեպ ես եւս մի զուգահեռ բերեմ, որովհետեւ մեզ լսողներն ավելի պատկերացնել լինեն։ Ես ժամանակին երբ որ ծառայում էի, ասենք եթե զորամասերն դեպքեր են լինում, մահվան ելքով հաղորդագրությունը ստանում էինք, եթե 100%-ով այդ պահին բազմաթիվ վկաներով եւ այլն, թեև դա նախաքննության գործնապարզել, թե ոնց ա եղել մահվան ելքով այդ դեպքը, զինծառայողի հետ կապված, հակառակորդի դիպուկարա, թե համածառայակցի, թե ինքնասպանություն եւ այլն, սովորաբար տեղեկատվությունը որ տարածում էր, ընդհանրապես արձանագրվում էր փաստ։ Եղել է դեպք, այսինչ զորամասում, այսինչ ժամին, այսինչ օրը եւ մահվան ելքով, այսինչ զինծառայող ու վերջակետ։ Որից հետո նախաքննական մարմինը բոլոր հանգամանքները, բոլոր վարկածները ինքը նայում էր, որից հետո փաստորեն արդեն իրավունքի դաշտի մարդիկ իրենց գործառույթներով իրազեկում են, եթե պետք է հանրային հնչեղություն ունեցող դեպքեր, դրա մասին նոր հետո այդ նախաքննության արդյունքում ասում են, այսինքն որից ձևով չի ասվել նախորդ այդ մարդու մահվան պատճառը, ինքնասպանություն է, հակառակորդի դիպուկար է աշխատել, թե սպանություն է համածառայակցի, հա, չի ասվում։ Հիմա ես հարց եմ տալիս, այդ ոնց ապացուցվեց դեռ նախաքննությունը չսկսած, որ Բորիս Ավագյանը ինքնասպանություն է գործել։ Չկա է։ Նախաքննություն չկա։ Ոնց է։ Այսինքն դու ընդհանրապես պետք է արձանագրես, որ այդ անձը գտնվելով այսինչ ժամին, այսինչ տարածքում իրեն գտել են մահացած, ենթադրենք նույնիսկ ասենք գործիքները, եթե սուր կտրող դանակ բանը չեն ասում, ենթադրենք, հա, կատարման նախաքննություն վերջակետ։ Հիմա երբ որ դու նախորդ ասում ես ինքնասպանություն, ինձ որպես գոնե իմ ծառայության նախաքննությունը ուրիշ տարբերակ չունի, ուրիշ եզրահանգման գազը։ Սա քարոզչական նախողա նախապատրաստում մեկ, որից մեկ իր վրա պատասխանություն կարող է վերցնել, ոնց իմացել որ ինքնասպանություն է։ Այդ նախաքննությունը չսկսած արդեն հայտարարություն է տարածում, որ ինքնասպանություն է։ Այդպես չի լինում։ Իդեպ ասենք բանակում սահմաններում եւ ոչ միայն, երբ որ մահվան ելքով դեպք կա լինում եւ հաղորդագրություն է լինում, երբ որ այդ ժամանակ հաղորդագրության մեջ նշվում է մահվան պատճառը, ասենք սպանություն, ինքնասպանություն, չգիտեմ, հակառակորդ դիպուկար, ինձ համար միանշանակ մի հատ մեծ հարցական առաջանում։ Քանի դեռ նախաքննությունը իր եզրակացություն չի տվել, որից մեկը չի կարող ասել, որտեղ շատ հանգամանքներ կան, որ հետո տեղում է բարձում, չէ՞։ Ես օրինակ կասկածի տակ եմ, ինձ որ հարցնում են, այսինքն դեպք ա եղել, ձեր կարծիք ասում, եթե տրված է, որ դեպք ոնց ա եղել, ասենք ինքնասպանություն, օրինակ հիմնականում տալիս են, ասում վստահաբար դա ինքնասպանություն չի, որտեղ եթե ինքնասպանությունն է, նախաքննությունը կարող ասել, որ վերջնարդյունքում բերել են ինքնասպանության, օրինակ, հա, եւ եթե բերել են, ուրեմն ովքեր են բերել, ինչի համար են բերել, չէ, ամբողջ քննությունը։ Եթե այդ շղթան չի աշխատում եւ միանգամից որակում է տրվում, այդտեղ վստահաբար շատ մեծ մութ պահ կա։
Այլ որ Բորիս Ավագյանի փողոցին ինքնասպանություն ես իմ գնահատականը տվեցի ասի։ Միայն այդ հայտարարությունը ինքնասպանության արդեն տակամուտ բաներ կա, որը ամենայն հավանականությամբ որ դա ինքնասպանություն չի, որտեղ նախաքննական մարմնի հայտարարություն չի եղել, դեպքի հանգամանքներ եւ այլն, վկաների չէ, այդ շենքում մարդիկ են եղել, տեսախցիկներ կան։ Իդեպ տեսախցիկների մասին հյուպատոսարանները, դեսպանատները ներսից տեսանկարահանվում։ Այո։ Եթե իշխանությունը այդքան վստահ որ այդ մարդը միայնակ է մտել զուգարան, ունդ է ինքնասպանություն է գործել, ինչու մի կադր գոնե չդրեցին, որ մարդը մենակ մտնում է սանհանգույց եւ չգիտեմ, այնտեղ ինչ-որ բան է տեղի ունենում։ Դուք շատ ճիշտ հարցադրում եք անում, բայց հասցեատերը ես չեմ ձեր հարցի պատասխան։ Դե դա հասկանալի է, բայց Ռետորական է, ես ընդունում եմ, այո։ Այսինքն ով է մտել, ոնց են մտել, այդ բոլորը նկարահանվում է։ Ավելին ասում, նախաքննական մարմնի համար դա որպես տեղեկատվության աղբյուր հրապարակման ենթակա չի։ Բայց երբ որ դու մարդ արարք արել եւ այդ արարքի որակումով դու արդեն տալիս ես որ դա ինքնասպանություն ասում, իմ մոտ մի հատ մեծ հարցական չէ, որ դու հրապարակում ես լուսանկարներ ինքը ուղղակի զուգարանում ընկած եւ ինքնասպանություն։ Հա, այդ թվում այդ դեպքում բարի եղի հրապարակի տեսան, թե ինքը ոնց է մտնում է։ Դա կոչվում է տեղեկատվական։ Այստեղ մի այլ հոգեբանական բան էլ կա։ Ես էլ նայել եմ տեսանյութը, վստահել եմ դուք եք եկնել, մարդը հոգեբանում է բավական հանգիստ վիճակում էր։ Հա, ես նայել եմ, լսում։ Ես շատ քիչ մարդ եմ պատկերացնում, իհարկե մարդիկ կարող են ինքնասպանություն գործել, բայց շատ քիչ մարդ եմ պատկերացնում, ինքը զուգարանում կուզենա ինքնասպան լինել։ Եվ բաց այդ Դա շատ նաև ինքը պետք է նաև ինքնասպանություն գործող մարդը հոգեբանորեն լրիվ այլ իրականության մեջ է, հա։ Եվ ձայնի տոնայնությունը, տեմբրը, ուրեմն հոգեվիճակը, դեմքի արտահայտությունը, աչքերի արտահայտությունը, ձեռքի բանը, շարժու ձևը, այսինքն դա լրիվ ուրիշ, այսինքն մարդը ինքը գիտի կյանքի հետ 5 րոպե պակաս, դե հիմա հոգեբանորեն ցանկացած մարդ եթե գիտի 5 րոպե պակաս ինքը կյանքին վերջ է տալու, իր հոգեվիճակը այնպեսին չի, ինչպես Բորիս Ավագյանն ասում էր, ես եկել եմ, որ հանձնվեմ, որ արդարադատությունը ինձ հնարություն տա եւ այլն, քննություն կատարվի, որ այն մեղադրանքները, որ իմ հասցեն կամ որ դա այդքան էլ տես չի եւ այլն, չէ, այդպես չի լինում։ Այսինքն անգամ հոգեվիճակը այդտեղ հոգեբանը կարող է տեսնել։ Այնց որ նկատենք ռուսական աղբյուրները հրապարակեցին, Բորիս Ավագյանը կապ է ունեցել Հայաստանից Ռուսաստան գնացող մաքսանենք ապրանքների հետ, թուրքական ապրանքների հետ եւ խոսքը մոտ կարող է հասնել մինչև $100 միլիոն։ Այսինքն շվերը նայեցի մոտ 50 միլիոն, դեռ հարկային խուսափում կար։ Գիտեք, ես ասենք հիմա տարբեր վարկածներ կան։ Հիմա դա վարկածներից մեկն է, դա բնականաբար նախաքննություն է, բայց մի բան շատ լավ հիշում եմ։ Մի երևի 2 կամ 3 տարի առաջ Հայաստանից Ռուսաստան արտահանվել էր լոլիկ։ Հիմա թվերը չեմ հիշում։ Եթե անհրաժեշտություն ունի, կարող ենք նայել, բայց ինձ թվում էր, որ այն թվականակը, որ Հայաստանը արտահանել է լոլիկ, ասենք նախորդ տարիներ համատած, մեր բնակչությունը տարին 12 ամիս առողջություն լոլիկի արտադրությամբ է զբաղվում։ Այդպես չի լինում, էլի։ Այսինքն ակնհայտ է, որ հաշվի առնելով, որ Հայաստանը մաքսային միության անդամ է, այդտեղ հարկերը չեն գործում, հիմա ունենք ինչ վատ է, որ Թուրքիայից էժան, ուրեմն միրգ բանջարեղեն, պտուղ բանջարեղեն մտնի Հայաստանը ներկայացնի որպես իր արտադրանք առանց բանի մաքսային եւ մտնի Ռուսաստան։ Պատկերացնում եք ինչ շահույթեր է։ Հիմա տեսականորեն որ այս անձը զուտ տեսականորեն ասում, ասենք ներգրաված ա եղել այս օպերացիաների մեջ, իսկ դեռ շատ մեծ գումարներ են եւ անուններ են, այսինքն դա նույնիսկ մեծահարուստ օլիգարխը, եթե ինքը իրենը ուզենար անել, վստահաբար չէր կարող, որտեղ պետական հաստատություններ են, հա, Հայաստան մտնող ցանկացած ապրանք ֆիքսվում է, գրանցվում է, իսկ եթե չի գրանցում, դա բնականաբար եթե 1 կիլոգրամ է, կարող են ենթադրենք տեղում ինչ-որ մեկին կաշառել, բայց եթե տոննաներ է եւ դա ամիսներով մեքենաներով մտնում են, վստահաբար պետական կառույցներ ներգրաված են եղել։ Եվ այդ անձի ֆիզիկապես չլինելը, ասենք նաեւ որոշակի առումով փակում է որոշ մարդկանց բականին լուրջ պաշտոնատար անձանց անունների հանրայնացում։ Մի բան, սա սպանությունների մասով վերջին հարցը, մի բան ակնհայտ է առողջվածային սպանություն, ինքնասպանությունների հետ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առաջին հայացքից է Թավշյա խունտա ասացիք, չէ՞, խորքում ինքը շատ ձեռքերը արյունի մեջ թաթախված եւ շատ կոշտ որոշումներ կայացնելու պատրաստ իշխանություն է, որտեվ իրեն տրված է նման իրավունք։
Կոշտ գործելու։ Այո։ Այսպեսի մի օրինակ բերեմ, կրկին զուգահեռ եմ, որ մեզ լսողներին ավելի բարձնի, ոչ Հայաստանի։ Հիմա եվրոպական միության երկրները, որոնց մեծ մասն ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, հաստատեցի Ռուսաստանի դեմ կոնկրետ առարկայապես փորձում են ռազմական գործողություններ թաթերաբեմ մտնել։ Եվ եվրոպական երկրներում, բացի երկու պետություններից, մյուս պետություններում հիմնականում գլոբալիստների ներկայացուցիչներ, այդ թվում Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում եւ այլն։ Եւ օրինակ անդիմադիր են ուժերը, որոնք տեսականորեն կարող են իշխանության գալ, հաշվի առնելով, որ Ուկրաինայում պատերազմը այդ երկրների հարկատուների հաշվին, այսինքն իրենց սոցիալականը վատ է, իսկ երբ որ սոցիալականը եվրոպական երկրները վատ է, մարդիկ փողոց են իջնում։ Ակնհայտ է, այս վերջերս Ֆրանսիա, Բրիտանիա, Հոլանդիա այդ մեծ ցույցերը, եւ այդ դեպքում վտանգ կա իշխանությունը կորցնելու, ընդ որում ժամանակից շուտ։ Օրինակ Մարի Լեպենի մուտքը նախընտրական փակեցին, չէ՞։ Հիմա Գերմանիա միսի օրինակ եմ բերում։ Ուրեմն այլընտրանք հանում Գերմանիայի ալտերնատիվը, չէ՞, для Գերմանիա, այսպես, որը ամենառեալ անդիմադիր ուժն է, որը կարող է գլոբալիստներից որպես ազգային էլիտա իշխանություն վերցնել։ Ուրեմն մի քանի օրվա ընթացքում 16 անձ ղեկավար անձեր Գերմանիայում մահանում են։ 16 հոգի ղեկավար անձ, որոնց մեծ մասը տեխնացուներ են եղել, ուրեմն օրենսդիր մարմնում ղեկավարներ։ Դե ինչ հիվանդություն է, որ միայն այլընտրանք հանում Գերմանիայի 16 հոգի։ Այսինքն սա ինչ է, օրինակ եթե ժամանակին հիմա զուգահեռենք 30-ականները, երբ որ Հիտլերը իր անդիմախոսներին ասեն կոնկուրսին, ինքը համակ չէր գնդական, տանվել համակենտրոնացման ճամբար, այսինքն չեզոքացնում էր եւ նրանց մասնակցությունը քաղաքական process-ները զրոյացվում էր։ Մերցը Հիտլերից անցել է։ Երկար բարակ չնե մտածում, ասում եմ, տենց երեմի շաբաթվա ընթացքում 16 անձ։ 16 անձ մահանում են, ընդ որում այդ կառույցի ղեկավար եւ առանցքային դերակատար ունեցող անձ։ Որոնց մեծ մասը արևելյան Գերմանիայի դեմոկրատական հանրապետության քաղաքներում, այսպես առավել ակտիվ, որոնք այնուամենայնիվ դաստիարակություն, խորհրդային տարիներ եւ այլն, 16 հոգի մահանում։ Բան Հապետյան։ Հիմա ես զուգահեռին չեմ բերում, որ եթե իշխանությունը պայելու խնդիր կա, սպանությունը եւ իրենց ասում են, որ դուք իշխանություն պիտի չհանձնեք, օրինակ Մերցին ասում է, իշխանություն չէ, որտեղ քեզ բերել ենք, որ դու Ռուսաստան դեմ պատերազմ սկսես։ Հիմա Գերմանիան ամբողջովին մի տարածվում է։ Մերցը հայտարարել, մենք արդեն պատերազմի մեջ ենք։ Եվ հիմա Մերցը պիտի մնա, չէ՞ որ այդ հաջորդ քայլերը Ռուսաստան դեմ եւ այդ 16 հոգին այդ մեծ օպերացիան խոչընդոտելու համար ինչ է։ Հիմա տեսեք, պարոն Հապետյան, հիմա այս ձեր խոսքից դες գալիս եմ այստեղ։ Ես երբ որ նայում եմ մեր անդիմադիր դաշտի գործունեությանը, ես ամենևին չեմ տեսնում մտահոգություն, թեկուզ իրենց ֆիզիկական անվտանգության համար մասին, որ մարդիկ հասկանան նախ ինչ process-ի մեջ են մտել եւ այդ process-ում այո իրենց կարող են սպանել։ Ու կարող են հիվանդության տեսք տալ դրան, չգիտեմ, տարբեր ճանապարհներ կան դրա համար, օրինակ ինչ արեցին։ Առաջին հայացքից երբ որ մենք ասենք, եթե ասենք գեներալ Մանվել Գրիգորյանին սպանեցին, քչերը կհավատան մեզ։ Բայց այն գործընթացը որ տեղի ունեցավ այդ դա սպանություն, երկարաժամկետ սպանություններ, այսինքն սարքեցին հասարակության համար մերժված մեկը մի հիմար պատմությամբ, մի ստորագույն քարոզչությամբ, բերեցին, ես գեներալ Մանվել Գրիգորյան կողմնակիցը չեմ եղել, անկեղծ եմ ասում, բայց հատկապես պատերազմը ցույց տվեց, որ այդ մարդը կարևոր դերակատարում կարող էր ունենալ։ Ու պատերազմից առաջ գեներալ Մանվելի նման մարդը պետք է այն կարգի հեղինակազրկվեր, որ իսկի հարևանին չկարողանար կոնսոլիդացնել հանուն հայրենիքի պաշտպանության։ Հիմա այս ինչու։ Այսինքն սպանության տարբեր ձևեր կա։ Այո, կա երկու։ Ես մի օրինակ էլ բերեմ, իր լրացումը դրան Արմեն Գրիգորյանը, որը առողջական լուրջ խնդիրներ ուներ սրտի հետ կապված, եւ այն վիճակում, որտեղ իրեն պահում են, մեքենայով բերում են եւ այլն, բերեց մի վիճակ է, որտեղ իր ֆիզիկական արատը վերջին հաշվով բերեց մահվան։ Դատանի տալիս։ Սպանությունը միայն կրակել եւ դանակով խփել է, սպանությունը նաեւ այնպեսի միջավայր մտնոլորտ ստեղծել է, որ մարդու օրգանիզմը չդիմանա։ Հիմա երբ որ կա այսպիսի մտահոգություն, որ մեծ խաղ է գնում, ու այս մեծ խաղին խանգարողները կարող են սպանվել, հիվանդանալ, ինչի է ընդդիմադիր դաշտը ամենայն հարգանքով իրենց նկատմամբ այսքան թեթևամտորեն
մոտենում ես գործընթացին։ Ես եմ խոսքի մեջ միշտ ասել եմ, իրավիճակի համարժեք գնահատականն է նվազագույնը, ելման կետը, որ ցանկացած գործի մեջ եւ դա կապ չունի քաղաքականությունը, անգամ կենցաղում։ Եթե դու իրավիճակը համարժեք չես գնահատեն, ինչ գործողություն տանես, մրցակցային դաշտ ես մտել, քո լավագույն ցանկությունները, քո լուրջ ռեսուրսները ներդրումը քեզ կբերի պարտության, որտեղ դու հակառակորդին իր ռեսուրսները, իր նպատակները, հա, իր ուժեր եւ թույլ կողմերը չես բացահայտել եւ իր նպատակները վերջն արդյունքում չես բացահայտել, քո ցանկացած քայլ վերջն արդյունքում բերելու է պարտության։ Հիմա երբ որ ես ասում եմ տոտալիտար ռեժիմը, խունտայա, թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարություն է, սո պատական չեմ ասում եւ իմ ամեն ասածից հիմնավորում եմ։ Ուղղակի դա առերևույթ չի երևում։ Բայց այսպես դրվագներով այդ երկու մահվան օրինակը, որ մենք քննարկեցինք, եւ բերենք այդ ամեն ինչի տրամաբանության մեջ է։ Գերմանիայում 16 մարդու մի քանի օրվա մեջ ֆիզիկապես ոչնչացնելը, որովհետեւ Մերցին բերել են իշխանության, որ ինքը անի այն ինչի համար Մերցը բերվել է։ Փաշտյանին բերել են նրա համար այն ինչ որ ինքը պետք է անի։ Ցանկացած խոչընդոտ, որ այս կամ այն ձևով ներսում գնահատում է, որ կարող է վտանգ ներկայացնի, դա չեզոքացում է։ Չեզոքացման տարբեր ձևեր կան։ Ես ասում եմ, վախացնելը մեկ, բռնություն կիրառելը, հարազատների, բարեկամների վրա որոշակի լծակներով ազդել այդ մարդուն կրկին անգամ, ոչ անձնապես վախացնելը երկուս։ Ուրեմն քրեական հետապնդում տնտեսական կամ ոչ տնտեսական, ուրեմն հիմքով բանտարկելը, բանտ նստացնելը, հա, այս բոլորը բանա։ Եվ վերջնարդյունքում, եթե պարզվում է, որ դա չի օգնում, ոնց որ ես Չիլի օրինակը միշտ բերում եմ, երբ որ մարդիկ տասնյակ հազարներով փողոց էին, հա, իջնում, բանտեր էլ տեղ չկար, որ լցնեին։ Տարան ստադիոններում տասնյակ հազարավոր մարդկանց ստադիոններ են լցում։ Անօրինական ապօրինի ձևով լցնում են այդտեղ։ Դա էլ չօգնեց, այսինքն մարդկանց այդ վախի, այդ գործիքն էլ չաշխատեց, անազատության մեջ սկսեցին գրել օրը ցերեկով գնդակարում էին։ Որտեվ տենց խնդիր կար։ Կենտրոնական հետախուզական վարչությունը խնդիր է դրել Չիլիի առաջ։ Չիլիի իր կողմից բերված Պինոչետի առաջ։ Եվ հետո Պինոչետը որպես ժողովրդավար իշխանություն թողեց։ Ում որ պետք է։ Իհարկե, հիմա ես Գերմանիայի եւ մեր մոտի դեպքերը որ զուգահեռ վերում, իդեպ ասենք այդ միայն մեզ մոտ չի։ Շատ երկրներ, որտեղ որ իշխանության բերում է մի խումբ մարդիկ կամ անձ, որը լուրջ process-ների մեջ ինչ-որ մի կարևոր էլեմենտ է հանցանալու, իրեն ամեն ինչ թույլատրված, ինքը ամեն ինչ կարող է, որտեղ իրանից ասում են դու դի խնդիրը կատարես, եթե չես կատարում, քեզ փոխում են։ Ինչ խոչընդոտ որ կա, դու քեզ իրան կատարես, այդ խոչընդոտը ստեղծված իրավիճակում դու ոնց ես գնահատում, դի վերացնես խոչընդոտը։ Հիմա մեր ձևով երկու բառի համար ապօրինի ձևով մարդու տունը մտնել, խուզարկել, դատանել ճանաչեց, որ ապօրինի եղել չէ, Սամվել Կարապետյանը եւ այդ բերման ենթարկել եւ խուզարկություն իվել։ Մեր ձևով բառի համար մարդուն տանը փակում են։ Ես ասում եմ, այդ մարդիկ քաղ բանտարկյալ կամ քաղ հալածյալ չեն։ Իրենք պատանդ են։ Ավելի իբրև էս խունտան քաղաքական մոտիվացիա չի տանում։ Ինքը պատանդ է տանում։ Իդեպ այս կապիտալիստական աշխարհում Նիկոլ Փաշինյանը կարողանում է ձեռք բարձրացնել խոշոր կապիտալի վրա, այսինքն խլել ըստ էության հետ։ Այդ իշխանության այդ սեփականության վերաբաժանումը։ Այո, խլել հետը եւ ես ունեմ տեղեկություններ, որ տարբեր միջազգային կառույցների դիմել են, միջազգային կառույցներից ասենք կներեք, մենք հրահանգ ունենք չմիջամտել այդ գործին։ Ավելին այդ արբիտրաժային դատարանը որոշում է կայացնում։ Նիկոլ Փաշինյանը, որը իրենց տանը կնոջից մի բաժակ ջուր չի կարող ուզել եւ դա անհետևանք մնա իր համար, ասում են արբիտրաժային դատարան թքած ունեք այդ դատարանի վրա, որովհետեւ ձեր ասածն է թույլատրված է անել ամեն բան, որովհետեւ ինքը այդ թվում հարգելի ընդդիմադիրներ, սպանություններ, զգուշ, ոչ միայն զգուշ, պետք է հասկանալ ինչի հետ գործ ունեն։ Եթե մենք իսկապես գնահատենք, որ այդ անձի միջոցով ինչ լուրջ գործեր է ստեղ արվելու, առաջին գործը արվեց Արցախ։ Ես ասել եմ, Փաշինյանին բերել են 4 հիմնական խնդիր լուծելու համար, որը հետո այդ խնդիրները լուծելուց հետո Հայաստանում ինչ-որ գործընթացներ պետք է լինի։ Ուրեմն առաջին Արցախի հանձնումը, կռվով ընդունումը։ Սա մասին 18 թվին եմ ասել, շատերը զարմանում են, ասում են ինչ ես ասում, բան եւ այլն։ Երկրորդը միջանցք, այսինքն Թուրքիայի թուրքական աշխարհի ցամաքային կապը ապահովել, որտեղ Հայաստանը սեփ է, միայն Սյունիքը չէ, Հայաստանն է սեփ, խրված։ Երրորդ 102 բազա եւ սահմանապահ զորքեր դուրս բերել եւ չորրորդ Ռուսաստանի տնտեսական ներկայությունը զրոյացնել։ Այս 4 խնդիրը պետք է լուծվի։ Առաջին խնդիրը լուծվեց,
երկրորդը ընթացած մեջն է, երրորդ չորրորդը կատարվում է հեծը 1, երկու ատոմական ստեղ կառուցել են երկուս, այսինքն ատոմականը փակելու կոնկրետ խնդիր կա, ճիշտ է։ Ինքը դա նկատուներ արևային կայանել։ Ես հասկանում եմ, որ իբր այդքան էլեկտրաէներգիա է։ Այսինքն ուզում ասի, այս ատոմականի գարիկը չունեն։ Չէ, որտեղ սուտ է ասում։ Ես թվերը նայել եմ, պաշտոնական 8.9% 2024 թվականին արևային էներգիա 8.9%, 33% ուրեմն ատոմականն է տվել։ Եթե ինքը ասում է, որ երկու անգամ իր տարածքային կառավարման նախարարն է, չէ, ասում 800 մեգավատ արտադրել է, այդ նշանակում է, որ Հայաստանում արդեն իսկ միայն ատոմականով եւ արևային էներգիայով 100% արտադրանք կա։ Բայց այդ ջեկերը ուր մնաց, հա? Հեկերը ուր մնաց։ Այսինքն ակնհայտ կեղծ կա, այսինքն ատոմականը փակելու խնդիր կա։ 4 խնդիր նորից եմ ասում։ Հետխորհրդային տարածքի 14 հանրապետությունները արևմուտքի համար պետք է միայն մեկ բանի համար խնդիրներ առաջացնել Ռուսաստանին։ Մեկը ռազմական, մեկը տնտեսական, մեկը կոմունիկացիոն, մեկը էներգակիրներ, մյուսը շրջափակում։ Ով ինչ արևմուտքի ուղղային կենտրոններ որ մշակում են, ով ինչ խնդիր կար առաջացնի։ Հիմա Հայաստանը պետք է խնդիր առաջացնի եւ Հայաստանի ինչ որ պրոյեկտի մեջ է այդ մեծ թուրան պրոյեկտի մեջ է։ Այսինքն առանց կա սարքվել 3 պետությունների Երևան, Բաքու, Անկարա եւ այդ առանցքը փաստացի Ռուսաստան դեմ է աշխատել։ Իդեպ սովետական միությանը անընդհատ թիրախավորողները կամ ասողները որ մեզ ոչինչ չի տվել, միայն ատոմականով պիտի գնահատեն, թե սովետական միությունը մեզ ինչ է տվել։ Չէ, դա առնվազն հիմարությունն է որ ասում։ Հիմա այդ հիմարությունները ակտուալ են դարձել ոնց էր։ Մարդիկ ատոմականը լուրջ գործոն է Հայաստանի համար այսօր։ Իհարկե։ Եվ այդ ատոմականը որ Բաքվում չի կառուցվել իդեպ Ոչ էլ Վրաստանում։ Ոչ էլ Թբիլիսիում։ Նաև շատ հայ այն ժամանակ ղեկավարների անձնական նաև իրանց աշխատանքի արդյունք ա եղել իդեպ ասենց։ Ես որոշակի մանրամասներ գիտեմ, ոչ եթերային։ Ուրեմն ատոմական, որը միջև այսօր Թուրքիան չունի։ Ուրեմն Հայաստանի Եվ դեռ պիտի կառուցի։ Իհարկե ինքնիշխանության էներգետիկ մոտ 35-ից 40%-ն է տալիս։ Դուք հասկանում եք ինչ է։ Մեծ հաշվով երկիր մոլորակում պատերազմներ գիտեք ինչի համար են գնում։ Էներգիայի համար, որտեղ առանց հոսանքի ոչ մի բան չի արտադրվում։ Այս հիմա գազի, նավթի պատերազմներն է, չէ՞ գնում։ Տարանցիկ ուղիների մեկը մեկին փակի, գները գցեն, գները բարձրացնեն եւ այլն։ Բոլորը էներգետիկ, այդ ու նաեւ ուրանի, հա։ Հիմա պատկերացեք Հայաստանը մեծ հաշվով ուրանի մի հատ մեծ տարածք կա։ Ասենք տարբեր գնահատականներով ասենք 3-ից 5% ասում են միայն Սյունիքում ուրան կա։ Պատկերացրեք ինչ ռեսուրս է։ Աշխարհի աշխարհների Աշխարհի մոլիբդենը 2-ից 4%։ Մեր մոլիբդենը ավելի շատ է, քան Ռուսաստանի ամբողջ տարածքում։ Հարստություն է, չէ՞։ Ֆրանսիան օրինակ ինչով է շահագրգիռ Հայաստանը։ Ֆրանսիայի հոսանքի արտադրության 80%-ը ատոմական։ Հիմա ինքը, քանի որ Աֆրիկայից, հիմա ինքը ուր է գնում, ասենք Ղազախստանից բերի համար այդքան էլ ցանկալի չի, ճանապարհները լավ չեն, իսկ ինչ է եթե ոտատեղ անի Հայաստան, ինչ վատ է։ Մեր տղամարդիկ կաշխատենք թունավորում են 30-40 տարի կապրեն, փոխարենը ֆրանսիական ուրեմն ատոմականները Հայաստանից ուրան կունենա։ Իսկ ինչու՞ չէ։ Այսինքն եթե մենք իրապես փորձում ենք գնահատել, թե սրանք հեմբերել իշխանության, ինչ խնդիրների, երբ որ մեզ համար դա տեսանելի է, մեզ համար նաև հասկանալի է, որ ինքը չէ, այդ մուրջ բան, որ ասում է, ինքը ով է։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում, ինքը ով է։ Իր կենսագրությունը անցեք նայեք, այդ այն մարդը չի, որ պատերազմը, ասենք sense, ես զուգահեռ եմ, Վազգեն Սարգսյան չի, որ այն 0-ից ջոկատների կազմավորում, երթուն տալ, հազար տեղ կռիվ, Ռուսաստանի հետ կապեր, անձնական շփումներ, զենք, զինամթերք, պատերազմ, չէ, մարդը կենսագրություն ուներ։ Իսկ այդ մարդուն գնահատում են, ասում ես մարդը բան է։ Հիմա ով է Փաշինյան Նիկոլը։ Մարիոնետ։ Իսկ այս մարդը ոչ մի բան է եղել։ Եվ երբ որ ինքը հիմա ցույց է տալիս, որ Հայաստանում միակ ասող տղամարդն է, դա ինքը չէ։ Վստահաբար եմ ասում։ Մեր ընդդիմությունը տես չի գնահատում։ Մեր ընդդիմությունը անձի վրա է գնում, ես ասում եմ անձը ով է։ Չկա այս անձը գոյություն, ես ընդհանրապես ասում եմ, բան դրամաշուրջ լրագրող։ Ով է այս մարդը։ Կամ Սաակաշվիլին ով է եղել։ Եվ իրավիճակի ճիշտ չգնահատումն է, պարոն Նահապետյան, որ նաև հասարակության մեջ սխալ ասոցիացիաներ առաջ են։ Հասարակության լավ Նիկոլովը որ չեք կարողանում հեռացնել։ Ուրեմն պայմանավորված եք, որ չեք կարող։ Շատ ճիշտ է, այո, շատ ճիշտ է անվանական հետևությունն է։ Ուրեմն եթե չեք կարողանում, պայմանավորված եք։ Ես ասում Նիկոլ չկա։ Եվ որպեսզի իմ ասածը ավելի ես փաստարկեմ Նիկոլ չկայի տարբերակը։ Հայաստանում ավերը սկսեց, երբ որ Արևմուտքը որոշեց,
որ Հայաստանի կողմնորոշումը տնտեսական անվտանգային դի փոխվի։ Եվ փոխվեց 18-ին, երբ որ բերվեց Իրան, իր ամբողջ գործառույթը, ընդ որում ինքը մի մարդ է, որը 90-ականների վերջին 2000-ականներին իր հայկական ժամանակում ինքը չէր էլ թաքցնում, չէր սեդեֆետում փողոցների անվանափոխությունից, մեղրի կարևորությունից, ինքնիշխանությունից եւ այլն։ Մարդը արտահայտել է այդ մտքերը։ Փողոցների անվանակոչումից մի միտք հիշեցնեմ։ Այս Սրիկա խմբի մի ներկայացուցիչ, որը հանրային եթերում մեր դիմացիր կանգնած Վիլեն Գաբրելյանը Միկոյանի փողոցը իր ձեռքով անվանակոչեց Թալյատ Փաշայի փողոց, եթե հիշում եք։ Ես նայել եմ, բայց եկեք ես միտքս ավարտեմ։ Ուղերձները շատ կարևոր են, որտեղ շատ կարևոր է, երբ որ գնահատական է, ես գնահատականի վրա եմ, հենվում։ Մեր բոլոր ընդդիմության պարտությունների սկզբնաղբյուրը սխալ գնահատականն է։ Հիմա պատկերացրեք, եթե ընդդիմությունը գնահատում է, որ Փաշինյան Նիկոլ առ ոչինչ է, իրականում կան աշխարհական կենտրոնի։ Ահա, հիմա որ աշխարհական կենտրոնը ինչ է ուզում։ Երբ որ մենք տեսնում ենք եւ ովքեր են իրան պահում, հա, մանեկենի նման, ես իրան միշտ նույնականացնում եմ Բուլգակովի հայտնի Շանսիրտը, այն որ բերում են, շնից սարքում են ու հետո այդ մարդն էլ թվում է, որ ինքն է ասողը, հետո որտեղ արդեն պերեբորի մեջ անգնում, ինչպես ասում են, վերանշան կերպարին։ Հա։ Հիմա ինչի համար եմ ասում, երբ որ մենք գնահատենք քաղաքական բոլոր անկախ նրանից իրար հետ տարաձայնությունները, նույնականությունը, ամբողջ ընդդիմադիր դաշտը, եթե իրապես գնահատում է, որ աշխարհաքաղաքական ուժերի բախման հետևանքով Փաշինյանին բերեցին Հայաստան, եւ մեր կռիվ իրականում այդ աշխարհական ուժային կենտրոնների դեմ է, իր ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանը, որին տվել են ամեն ինչ անելու իրավունք։ Այդ բյուջեն սեփական տան, ուրեմն դրամապանակ օգտագործելու, որպես սեփական օգտագործում բյուջեն եւ թքածուն ինչ հաշվետվություն, ինչ բան եւ այլն, որտեւ ամեն ինչ տրված է իրան, որտեւ ինքը պետք է անի շատ վատ բաներ։ Ուրեմն հետաբար վախի մտնորդով դու շատ վատ բաներ նաեւ հակազդեցություն անեն, հա։ Եվ այստեղից բարձ, երբ որ ընդդիմությունը այսպես է գնահատում, հետաբար ինքը ասում է, լավ, ես աշխարհական ուժային կենտրոնին չեմ կարող հաղթել։ Չէ, ակնհայտ է, չէ, Բրիտանիան կարող է հաղթել։ Ամբողջ աշխարհը մի վեցը ցանցակցել։ Իսկ ես ուզում եմ այս վիճակը փոխվի, ուզում եմ փոխվի։ Հետաբար գործընկեր։ Շատ ճիշտ է։ Բա ով է, ում օգնությամբ ես կարող եմ իրավիճակը փոխել։ Ես չեմ կարող, վստահաբար։ Ուրեմն կա գործընկեր։ Ուրեմն ամբողջ ընդդիմադիր դաշտը, բոլոր քաղաքական ուժերը գալիս են կոնսոլիդացիայի, որ Բրիտանիան ես չեմ կարող հաղթել, Թուրքիային այսօր Ադրբեջանը չեմ կարող հաղթել, հա։ Հաղթելու մի ձև կա, եթե ուզում եմ վիճակ փոխեմ։ Այո, դելնի մեկ կամ մի քանի պետություն շահագրգիռ, որոնց եւս ձեռ չի տալիս ոչ Փաշինյանը, ոչ էլ իրանց տերերի, Փաշինյանի տերերի գործը։ Եվ տենց երկու պետություն կա նվազագույնը, թեև ավելի շատ կա։ Ես կոնկրետ մեր երկու հարևաններ, Ռուսաստանը, Իրանի մասն եմ։ Էլ չեմ ասում Չինաստանը, էլ չեմ ասում Հնդկաստանը, բայց գոնե այդ երկուսը կան։ Պարոն Ապետյան, ես այս ձեր իրավիճակը տարիներ առաջ ձեր ասած իրավիճակը ստիպված եղա շատ բարձ կենցաղային օրինակով բացատրել, որ նաև քաղաքացիները հասկանան ինչ հետ գործ ունենք, դե որ մեր հասարակությունում կողական ռոմանտիկա կա, այդ օրինակով բերեցի, որ եթե դու կարող ես ինչ որ մեկի հետ ունենալ կոնֆլիկտ։ Եթե այդ մարդը իր կոնֆլիկտին իր կողմից քրեական հեղինակություն է խառնում, ասենք օրենքով գող, դու այդ կոնֆլիկտից կամ պետք է դուրս գաս որպես պարտված, կամ պետք է համարժեք մեկին էլ դու ճարես։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կոնֆլիկտի իր կողմի աջակիցներ ունի, դա Թուրքիան, հավաքական արևմուտքը, եւ Հայաստանի ընդդիմությունը դուք նաեւ լսել եք, չէ՞, հրապարակային խոսքում ասում են մենք պիտի անենք զուտ հայկական հեղափոխություն։ Չի այդ ռեսուրսը չի բավականացնում, այսինքն դու չես կարող 3 ակնանի հեծանիվով տանգի դեմ դուրս գալ։ Նու կարող ես, բայց վերջաբանը շատ կանխատեսելի է ոնց է ավարտվելու։ Եվ այստեղ շատ པարզ նաև հասարակության հետ պետք է խոսալ եւ հասարակությունը բացատրել, որ ոչ թե փախնել նրանից, որ չէ, մենք ռուսների հետ հանկարծ բան չանենք, գործ չունենք, մենք ռուսամետ չենք, բան չենք, այս չենք, այլ հասարակությունը բացատրել, ժողովուրդ, այս մարդը գործին խառնել է կոնկրետ Թուրքիային։ Ինքը չի խառնել, այդ Թուրքիան է Իրան բերել, լավ, եկեք, չէ, որտեվ այսպես ինքով է կարևոր, այո։ Թուրքիա Նիկոլ Փաշինյան, այսինքն Թուրքիան կա Նիկոլ Փաշինյանի հետևում, իր սա Նիկոլը չի, սա Թուրքիան է։ Այո։ Ադրբեջանը նաև չի կարող պայքարել ֆիզիկական կամ քաղաքական անձ, ասենք Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Անդրանիկ Թևանյան, չգիտեմ, Իշխան Սաղաթելյան, այս ֆիզիկական անձին չի կարող պետության դեմ պայքարել։ Այս ուրեմն ով էլ որ լինի թվարկած անձանցից, իրենց հետևում էլ որևէ ուժ պիտի կանգնած լինի, որ այդ ուժը ընդ որում պետք է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին
քաղաքականապես ոչնչացնելու համար, այլ այդ ուժը պետք է որ Թուրքիան չեզոքացվի այս պայքարից։ Որ պահին Նիկոլի տերերը չեզոքացվում են, Նիկոլը նույն պահին ճողոփում է Հայաստանից։ Այդքան բան։ Բայց հիմա եկեք նայենք մեր քաղաքական ընդդիմությունը տարբեր դաշտեր, տարբեր կառույցներ։ Արդյոք ունեն նույնական գնահատականը։ Արդյոք պայքարը Հայաստանը Ռուսաստանի անվտանգական եւ տնտեսական ազդեցությունից հավաքական արևմուտքի կողմից հանելու գործընթացը կասեցնելու համար պիտի ընդհանրապես Փաշինյան փոխել։ Փաշինյան չի փոխվի։ Լավ Փաշինյանը չլինի, մեկին կբերեն։ Հա ինչ որ մեկին կբերեն։ Այստեղ խնդիրը նորից եմ ասում, հո Փաշինյանը կենսագրություն չունեցող մարդ, ինքը կենսագրություն չուներ։ Ասենք հո ենթադրենք Վազգեն Սարգսյանի, ես միշտ օրինակ, որտեղ ինքը եւ ռազմական գործի մեջ է մտած եղել, հա, սովորել է, եւ քաղաքական գործընթացների մեջ է եղել, չէ, կուսակցություն ստեղծել եւ ընտրություններ։ Այս մարդը կենսագրություն չունի, հետաբար արևմուտքին ոչ թե պետքա կենսագրություն ունեցող մեկը, որը ծանրակշիռ լինի, ժողովուրդ ընդունի, այլ մեկը, որը հլու հնազանդ 100%-ով կկատարեն ինչ որ իրան ասում։ Հիմա դες գտել են։ Եվ Փաշինյանը նման ես համոզված եմ Հայաստանում տասնյակները կան, եթե Փաշինյանը չլինի, մեկ ուրիշը կլինի։ Եվ հետաբար ընդդիմությունը, երբ որ պայքարը մղում Փաշինյանի քաղաքապայմանագրի եւ այլն, դա իմ մոտ մեղմ ասած ժպիտ առաջացնում։ Որտեվ նորից եմ կրկնում, եթե պետք լինի Փաշինյանը ասենք ինչ որ ձեւ ձեր չի տալիս, որտեվ հակա ռեյտինգը շատ բարձր է, տեսականորեն նայենք, հա, եւ չի կարող անել այն ինչ որ պիտի անի։ Կանեն տեղափոխություն։ Դե հիմա ես օրինակ մեկին, որին ես գոնե իմ կարծիքով այդ մարդուն վաղուց պատրաստել են, որի քաշային կարգը, իր գիտելիքները կապի շատ ավելին է, քան Փաշինյանը։ Արմեն Գրիգորյան անվտանգության խորհրդի կապը։ Այդ մարդուն պատրաստում են։ Անհրաժեշտության դեպքում եթե Փաշինյանը ինչ որ ձևով չկարողացավ, Արմեն Գրիգորյան պատրաստում։ Եվ այդպես շատ Արմեն Գրիգորյան կայտարի թե բռնել է Դավադիր Փաշինյանի ձեռքը, հերացնում է իշխանությունից, ընդդիմության կեսը ուռա գոռալով կվազի այդ կողմը։ Պատկերացնելով ինչ է այդ գործը։ Ես դրա համար եմ ասում, որ պահին ընդդիմությունը գա ընդհանուր հարթակի իրավիճակի նույնական գնահատականը եւ գնահատականը միայն մի բանն է Ռուսաստանին Հայաստանից պիտի դուրս տրվի ամտանգային նվազագույն տնտեսական առումով խնդիրը սա է եւ Հայաստանը խնդրեմ պիտի դառնա Ռուսաստանի համար 3 միլիոն հայ ապրում այնտեղ դու պատկերացնում ես այդ 3 միլիոնից ասենք մի 10,000 Ռուսաստան նկատմամբ ատելությամբ լցված մարդ մենք կարող ենք կրկնել ադրբեջանական համայնքի օրինակ ահավասիկ օրինակ եմ ասում հա փառք Աստծո այդպես չի եւ ընդդեղի մեր համայնքը եւ պատասխանատուները շատ ավելի խորագետ են հա եւ աշխարհիկ եւ հոգեվոր իշխանություն հա հիմա դրա համար քանի դեռ իշխանության դեմ ընդդիմության նույնական գնահատական չկա եւ իրական թիրախները չի նշվում եւ պատճառը 18 թվականից մեր բոլոր պարտությունների երբ որ բանը ասում ֆոկուսացվում է Փաշինյանի վրա մենք ել ենք պարտվելու Փաշինյանը չի ֆոկուսը Բրիտանիա որտեղ հիմա իր երկու հիմնական գործիքակազմն է մուրճը իրական մուրճը զինված ուժերով Ադրբեջանն է մնացած առումով Թուրքիան է մեր հանքերը ոչ Ադրբեջանն է տրվելու ոչ է Թուրքիային ավելին Ադրբեջանի հանքերը որը դարձավ իրեն Արցախը վերցնելուց հետո Բրիտանիան այն գլխից մինչև այդ կռիվներն էլ արդեն Իրանով արել այդ քաղաքական դաշտի գնահատականները եկեք համատենք նաև ամփոփելով զորույցը կոորդինատների հետ զինվորական ծառայության ընթացքում ով ծառայել է գիտի որ կա հրետանու պետի ղեկավարման դասակ զորամասը որոնք տալիս են կոորդինատներ հիմա պատկերացրեք այդ հրետանու պետի այդ ղեկավարման դասակում լինեին տգետներ կամ անտեղյակներ գործից սխալ կոորդինատներ նավոճիկներ սխալ կոորդինատներ տա դե կրակելու էր դու էլի բայց արդյունք չի տա կարող է արդյունք կարող մերոնց վրա կրակեն կարող է մերոնց վրա կրակել եւ հիմա այսօր ասենք այս լարումների դաշտի հիմա որ կա այդ մերոնց վրա կրակելու հետևանքը իդեպ ասում ես երբ որ այս լարումները կա անդիմադիր դաշտը այդ մենք գնահատում ենք անդիմադիր դաշտ կարող է ինչ որ բաներով համաձայն չունենք երբ որ իրար վրա շատ լավ օրինակ բերեցիք նավոճիկին որ տվել են կոորդինատ տվել են մերոնց վրա կրակելու կոորդինատ կրակում է մերոնց վրա այս կողմից էլ մտածում է հանդեղից է իրանք էլ են կողմի վրա հեով է շահում Փաշինյանն եւ իր տերն է շահում դե այստեղ պիտի վերադառնանք հրետանու պետի ղեկավարման դասակին որը ընդ որում ամբողջ 1000-1500 զորամասում դա խոսքը մի 7 հոգու մասին է մատների վրա հաշված մարդ 7 հոգու մասին է մենք ունենք այդ 7 հոգին թե չէ կա այդ ղեկավարման դասակը եկեք այսպես ասեմ հա կան անհատներ այս մոտ կան կուրսակցություններ եւ կարծում եմ որ եթե իրենք իսկապես գնահատեն
որ մեր բոլոր պարտությունների պատճառը 18 թվականից սկսած դա արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության հետևանք է, որ պայն այդ գնահատականն եղավ, ձեզ վստահաբար ասում եմ, այդ դասակը որ թե 7 հոգի 78 էլ կտրի, բայց այդ պարագայում պետք է գնահատականներ ճիշտ լինեն։ Իհարկե։ Տեսեք, ընդդիմադիր դաշտում դուք որ ասում եք այդ լարվածության մասին, այստեղ ձեր թույլտվությամբ ես իմ կարծիքն ասեմ, կարող եք դա չկիսել, բայց լարվածության պատճառը օրինակ ինչը կարող է լինել, որ երբ որ 2018-ից առաջ եղած իշխանությունը ասում է մեր ժամանակ ամեն ինչ շատ լավ էր եւ դուք սրիկա ժողովուրդ գնացիք ու բերեցիք այս պատուհասին։ Նախ մենք գիտենք, որ ժողովուրդը չի բերել, ինչպես արձանագրեցինք, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի բերողները, բայց երկրորդը ինչու խաբել ասել, որ ամեն ինչ լավ է։ Երբ որ մենք ունենք այսպես գլոբալ ճգնաժամ համատեղ լուծելու բոլորովս Հայաստանի եւ հայության ուժերով լուծելու, հա, երբ որ այդ գլոբալ խնդրի լուծման ֆոնին մեկը փորձում է իր նախորդ սխալները սրբագրել, կներեք դա լարվածություն չի կարող։ Ես այլ կարծիք։ Ես փորձեցի իմ կարծիքը հնարավորս ասել առանց անուններ տալու, բայց ես այլ կարծիք։ Շեղվենք թե։ Ես հիմա այլ կարծիք, սա շատ կարևոր թեմա է դուք, հա, ոնց որ մենք հիմքերն ենք հիվանդության ճիշտ ախտորոշման համար պատճառները, հա, նայենք։ Ես գնահատում եմ այսպես, կարող է ինձ հետ դուք էլ համաձայն չլինեք լսողների մեծ մասը։ 1991 թվականին Խորհրդային Միությունը պարտվել է պատերազմում։ Խորհրդային Հայաստանը Խորհրդային Միության 15 հանրապետություններից մեկն էր։ Խորհրդային Միությունը գրավվել է Միացյալ Նահանգների եւ իր դաշնակիցների կողմից։ Հավաքական արևմուտքը երբ որ պետությունն է գրավում, ինքը սկսում է այդ պետության պետական կառույցները ոչնչացում, արդյունաբերության ոչնչացում, սեփական հլու հնազանդ հավատարմորեն ծառայող անձանց իշխանության բերել, որոնց մեծ մասը պիտի լինեն դիլետանտ, որ կառավարությունը հեշտ լինի։ Ոնց որ առողջապահության ազգաժողովի այդ ղեկավարը ընտրված աղջիկը։ Դա ես ասում 1991 թվականին, օրինակ մի այսպիսի փաստ բերեմ, եւ ինչ որ ասում փաստ է։ Ուրեմն մինչև 1998 թվականը, մինչև Ռուսաստանում երրորդ, ոչ առաջին, երրորդ իշխանափոխության փորձը ուժայինների կողմից։ Ուրեմն Ռուսաստանի Դաշնության բոլոր նախարարություններում կար մի փոխնախարարի հաստիք, որտեղ նստած էր կենտրոնական հետախուզական վարչության կադրային սպան։ Այսինքն այդ երկիրը կառավարում էր ԿՀՎ-ի կողմից նաև։ Ուրեմն քանի որ 91 թվականից Խորհրդային Միությունում գրաված է, այդ երկիրը 15 հանրապետություններով պիտի թալանի ենթարկվի ոչնչացման եւ այն ինչ որ մենք տեսնում ենք, այո, այն վարչակազմերը, որոնք որ բերվել են Հայաստանի Հանրապետության 3 նախագահները, իրենց տրված էր ենթադրենք ինչ որ չափի ազատություն, ինչ որ չափի։ Խնդիրը նա է, այդ ինչ որ չափի ազատությամբ յուրաքանչյուր ինչքանով էր օգտագործել իշա Հայաստանի Հանրապետության։ Բայց ես ասում գաղութային երկիր ենք եղել, այդ անկախ որ ասում են, սահմանությունից սկսած, հա, խորհրդականների ինստիտուտից սկսած, տնտեսության ավերից, լավ մասնագետներին դուրս տանելուց, արժե զրկումից, բարոյազրկումից, դրամի ինֆլյացիայից, մեր դրամը, մենք որ ասում ենք ազգային վարկտես բան չկա, մեր դրամը դոլարի ացանցել է։ Եվ հետեւաբար 3 նախագահներին ուշադրություն դարձրեք, տրված էր ինչ որ ազատություն։ Թե յուրաքանչյուրը այդ ազատության չափով երկի ներքին կառավարման համար ինչքանով օգտագործել, դա հարցի մյուս մասն է։ Դա մասնագիտականի դեպք պիտի քննարկել, ոչ թե քարոզչական։ Հիմա եկավ մի պահ 2018 թիվ, որտեղ այս տարածաշրջանը այլևս դիտվում էր Ռուսաստանի դեմ պոտենցիալ պայթող տարածաշրջան։ Եվ որևիցե նախագահ ինչքան էլ լավ լիներ, ինչքան էլ հայրենասեր լիներ, ինքը չէր կարող անել այն, ինչ անում էր նախկինում։ Եվ պատական իրանցից իշխանությունը խլվել է, որովհետև պիտի բերվել մարդ, ես նորից եմ ասում, որը 4 խնդիր պիտի լուծել։ Ձեզ վստահաբար եմ ասում, Հայաստանի Հանրապետության ոչ մի նախագահ եւ Լևոն Տեր-Պետրոսյան եւ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Արցախը հանձնող չէին։ Այսի փաստ է, որ դա ակնհայտ է, ասենք դրա մասին չի, դրա մասին չի։ Ուրեմն պիտի բերվի մեկը, որը Արցախ հանձնի։ Եվ հետաբար իրանցից որից մեկը կամ իրանց թիմի ներկայացուցիչը չի լինելու իշխանության։ Լավ, առնվազն մի պատկերացում կա, որ նախորդ իշխանավորների զգալի մասը դասեր չի քաղել տեղի ունեցածից։ Կամ գոնե ձևա տալի, որ դասեր չի քաղել, որովհետև լավ, եթե մենք ենթադրենք մեր պետությունում ստեղծել ենք այնպիսի միջավայր, դրսի թելադրանքով է ինչ է եղել, հա,
որ ստեղծենք միջավայր, որպեսզի Նիկոլի նմանները առաջ խաղացում ունենան, կան այ որ որ անդիմադիր դաշտում էլ դու արդեն քո միկրո միջավայրում ստեղծում ես մի այնպիսի մթնոլորտ, որ էլի Նիկոլի նմաններին ես առաջ տալիս, այստեղ արդեն ուրեմն սխալը համակարգային է այդ մարդու։ Սիստեմի իրանց մոտ սխալ է դրված։ Շատ լավ բան է, համակարգ բառը բերեցիք։ Մեր նման երկրներում կոռուպցիան դիլնի միջև աստղերը հասնող։ Գիտեք ինչու։ Որտեղ կոռուպցիան կառավարման գործիք է։ Արևմուտքի ձեռքին մեր նման երկրներում ամեն ինչ անելու են, որ կոռուպցիան լինի համակարգային, իրենց հկների միջոցով, հետախուզության միջոցով, դեսպանատների հատուկ ծառայությունների աշխատակիցների միջոցով, կոռուպցիան դաշտը ամբողջովին կոպեկ առ կոպեկ ֆիլտրում են, դուրս բերված գումարները գրանցում են, եւ այդ կոռուպցիոն համակարգով, որպես կառավարման գործիք, կառավարում են երկիրը։ Իդեպ օլիգարխիկ համակարգի ունեցվածքը պետք է գրանցված չլինի տվյալ երկրում։ Մենք դրա մասին խոսեցինք։ Գիտեք ինչու։ Դա շատ կարևոր է։ Որպեսզի կառավարը լինի։ Իհարկե, որտեղ եղել են դեպքեր անհիշելի ժամանակներում, որ մի երկիր մյուսը գրավել է, չի ուզեցել ֆիզիկապես ոչնչացնել։ Տեղում մեկին թագավոր է նշանակել, ասել է իշխաններին դու ես ընտրում, քո իշխաններին, մեզ հարկատու ես։ Թագավորը խորագետ է եղել, հարկերը տվել է, բայց ձեռքի հետ էլ ստեղ դրամարկղ է ստեղծել, որով թաքուն բանակ է ստեղծել եւ զենք է արտադրել, որ պահին իր երկիրի գրավող երկիրը ինչ որտեղ թուլանում է, գրաված երկիրը ապստամբում է դրա դեմ, որպեսզի իշխանները կառավարելի լինեն գրավող երկրի համար, այդ իշխաններին դարձրեցին օլիգարխիկ համակարգ, որ ոչ թե տվյալ նշանակած թագավորը կառավարի իշխաններին, այլ դուրսը գրավող երկիրը, ինչպես իրանց ունեցվածքը գրանցվում է։ Բայց այստեղ այս մատրիցան մի հոգի խախտել է գոնե։ Բիձինա Իվանիշվիլին, մարդը միլիարդներ կորցրեց, բայց ասեց ես խնդիր ունեմ լուծելու, կլուծեմ։ Այստեղ այլ հարց է, որ պարոն Նահապետյան, որ մեր պարագայում երևի թե կհասցնենք ծանոթանալ այդպիսի օլիգարխների, որոնց համար փողը աստված չի, բայց մեծ մասամբ փողը աստված է եւ այնպիսի ոսկերչական ընտրություն է կատարված, որ այդ մարդիկ հանուն իրանց փողի պատրաստ չեն Իվանիշվիլին իմանացել, թքած այդ 2 միլիարդի, 1 միլիարդի, 500 միլիոնի վրա, մենք մեր երկրում խնդիր ունենք լուծելու։ Դե եզակի դեպքեր բացառությունը, այսինքն ինքը համակարգը այդտեղ ճաք է տվել։ Զբոյ։ Այո, վստահաբար ճաք է տվել։ Մեզ մոտ եւ մեր շատ երկրներում ճաք չի տվել։ Այսինքն համակարգը մեր դեմ աշխատում։ Տեսեք, ես 91 թիվը պատական չբերեցի։ Հայաստանի դեմ ռեալ համակարգ աշխատում։ Եվ այդ համակարգի դեմ, իդեպ, կառավարման այդ համակարգի դեմ, այսօր ով է պայքարում։ Լավ, հիմա մի բան եմ ուզում, փոքր հարց եմ ուզում տալ, բայց այդ հարցերը երևի թե մեծ բազար կդառնա առաջիկա հաղորդում ունենալու համար։ Բազար վատ իմաստով չեմ ասում։ Այն մարդիկ, որոնց ասում եք, որ իրենց նախագահ եղած ժամանակ իրենց տրվել են որոշակի ազատություններ։ Այո, որոշակի։ Հիմա որպես ընդդիմություն իրենք ազատ չեն։ Ոչ։ Էլի որոշակի ազատությունների շրջանակում են գործում։ Որոշակի ազատություններ, իհարկե։ Ավելի շատ թե ավելի քիչ։ Ես էլ չեմ կարող գնահատել։ Երբ որ դուք դետալ առ դետալ բացեք, ասենք, այս կետի վերաբերյալ, այս մյուս կետի վերաբերյալ, այս մյուս կետի վերաբերյալ։ Շատ լավ, դա թող առաջիկա ուզում եմ ասել, որ գիտեք, ընդդիմությունը եւս պիտի կառավարի լինի, հա, եկեք աքսիոմատիկ բան ասեմ։ Դրսի համար իրենց պիտի ենթարկի եւ իշխանությունը եւ ընդդիմությունը կառավարելի։ Այ Իվանիշվիլի օրինակը շատ լավ օրինակ բերեցիք։ Ինքը ընդդիմություն էր, չէ՞։ Թվում է թե կառավարելի ընդդիմություն է, գիտեք ինչ, որտեղ իր փողերը դրսում են։ Այդ փողը իրավով կառավարելի է։ Բայց բարձեց, որ այդ համակարգի այդ բանին գուցե Իվանիշվիլին ժողովրդի ասածով խապս է գցել իր փողերը Շվեյցարիա տաներով, ասել ես ձեր տղեն եմ կառավարել եմ։ Հնարավորություն ստեղծել գործ անել։ Այդպես մի հատ խապս տվող անց կա, որտեղ ռուս ուղղափառ եկեղեցին մահից հետո ամենաշուտը սրբազասել է։ Գիտեք ով է։ Շատ հայտնի անձնավորություն։ Ալեքսանդր Նևսկի։ Մարդու կառավարման ժամանակ մականն եղել է բանը, կազմակրատ։ Բայց այդ կազմակրատը, որ բյուջեից կուղացել է, գիտեք ինչ արել։ Բանակ ու զենք է սարքել։ Որ պահին ապստամբությունը հաջողություն կունենալ, ինքը ասենք ապստամբել։ Այսինքն այտենց եզակի դեպքեր եղել են, հա, ազգային ազգագրական պայքարով ռուսները լավագույն օրինակներ ունեն, այդ ազգի նաև զորությունը մեծություն մեծ։ Օրինակ լեհերը գրավում են, նշանակում են 12 բոյարների որպես կառավարություն, մի հատ է կեղծ թագավոր, Ժի Դիմիտրի, չէ՞, Մինին Պաժարսկի։
Մեկը օլիգարխալն, մեծ հարուստ տալն, մյուսը ռամիկ։ Զոր քաղաքում գալիս ազատագրում են։ Նույնը Նապոլեոնի ժամանակ, նույնը Հիտլերի ժամանակ։ 5-րդ շահությունը միշտ եղել է Նապոլեոնի ժամանակ էլ եղել Ռուսաստանում եւ Հիտլերի ժամանակ էլ եղել։ Բայց այդ ազգի զորությունը հենց նրա մեջ է, որ այս փորձությունների մեջով, երբ որ երկիրը օկուպացված է, գրավված է, իրանք մղում են ազգային ազատագրական պայքար։ Ճիշտ են գնահատում վիճակը։ Խնդիրն է, որ մենք ճիշտ չենք գնահատում։ Իսկ քանի դեռ մենք ճիշտ չենք գնահատել, ձեզ երաշխավորված ասեմ, որ ցանկացած քաղաքական պայքարում մենք պարտվելու ենք։ Շնորհակալ եմ, պարոն Նահապետյան, շատ հետաքրքիր էր, մի ժամից ավել երևի թե զրուցում ենք, բայց էլ մի ժամ էլ զրուցենք, այո, շատ հետաքրքիր զրույց էր, թեման դեռ բաց մնաց, շարունակություն կունենանք։ Ես շշտում զրուցում եմ Հայկ Նահապետյանի հետ, տեսություն կհանդիպենք։